Բարև ձեզ, մենք եթերում ենք։ Մենք ագին երկար տատանվում ենք, մտնել եթեր թե ոչ։ Ու ոչ միայն նրա համար, որ շատ ծանր ու լարված պահ է, այլ որովհետև սենց լարված ու անավարտ վիճակում ցանկացած բառ կարող է վնասել կամ անկանխատեսելի հետևանք ունենալ։ Բացի դրանից, սենց օրերին հասարակությունը միանգամից պառակտվում է ու միշտ լինում են խմբեր, որոնք կամ դեմ են, որ որևէ երգիծական հաղորդում լինի, կամ ուզում են, որ այս մի կողմը բռնես ու նրանց դեմ լինես, կամ հակառակը։ Նույնիսկ երբ Facebook-ում գրեցինք, որ առայժմ եթեր չենք գնա, բան չենք ասել, ուղղակի որ լարված պահա դեռ եթեր չեն գնա, նույնիսկ դրա տակ գնաց արճակատում։ Մի քանի կոմենտ կարդամ, ուղղակի որ պարզ դառնա ինչի մասին է խոսքը եւ որքան սև ու սպիտակ է դարձել հասարակությունը։ Ամոթ, գովելի է, ափսոս, սենց լավ առիթ էլ չի լինի։ Ու հուսով ենք իրոք չի լինի։ Ու նես չի որ այս թողարկումն ավելի հեշտ է, ուղղակի համեմատաբար իջել է լարվածությունը ու պատաններ այլևս չկան, նենց որ փորձենք հասկանալ որտեղ ենք հիմա գտնվում։ Դիտեք այսօրվանի մեջ։ Երևանի սասնածռեր, ոստիկանություն, հասարակություն։ Լեզվի տեսչությունը բացահայտել է բազմաթիվ օրենքի խախտումներ, ինչ կանեն նրանք։ Ինչ նվերներ են ստանում նախարարները եւ նրանց փող կապակցված անձիկ։ Փոքրիկ Կարլը փորձում է գտնել ճանապարհ դեպի տուն, Սփյուռքի նախարարություն։ Նախ ամենակարևոր հարցը, որը երկար քննարկվում էր սոցցանցերում, մամուլում ու բակերում, ինչպես անվանել սասնածռերին։ Բնականաբար այս հարցին վերջնական, հստակ ու անհերքելի պատասխան կարող էր տալ միայն մեկ մարդ։ Իսկ այդ մարդիկ ահաբեկի չեն ձեզ պարոն Սահակյան։ Ինչ։ Արդյոք նրանք ահաբեկի չեն ձեր համար։ Գիտեք, ես ճիշտն ասած մոտիկից չեմ ճանաչում։ Ամենայն դեպս մեկ անգամ ես դա տեսել եմ։ Եվ որևէ մեկը չի կարող ինձ այլ պայմաններ առաջադրել։ Հա? Այո, Ինչ այո։ միանշանակ։ Ինչ է միանշանակ։ Այդքան դիպուկ ու այդքան խորքային։ Իրանք իրանց լեզվով են խոսում, որը ոչ մեկս չի հասկանում, ինձ թվում է։ Որն է քո գաղտնիքը Նարեկ։ Ամեն օր քնելուց առաջ ես ընթերցում եմ մայստրոյի գիրքը։ Խորուրդ խորին։ Վայ իսկական ինձ իրանն է, կտաս կարդամ ես մի։ Դու բավականաչափ խորը ես։ Շատ խոսվեց նրա մասին, որ ոստիկանությունը առաջին օրերին անհամաչափ ուժ էր կիրառում ու կարծես թե ուզում էր ձերբակալած լիներ բոլոր երևանցիներին։ Առանձին շատերը զրուցել են, բայց երևի այդ օրը որոշել են sense բոլորին միտեղ հավաքել, շփվել երևանցիներով։ Ու երբ ասում ենք բոլորին, նկատի ունենք հենց բոլորին։ Դեսա եվրոպական սեմինարների արդյունքն է, Որ բոլորին դնում հավաքում է։ չէ, որ բոլորին հավասար մոտեցում են ցուցաբերում։ Забери меня, забери меня с собой. В моем сердце так много любви, разреши мне быть рядом с тобой, мама. Забери меня, забери меня, мама. Под небом другим остывать будут только наши следы. Դե հնարավոր է, որ այս բոլորը պոտենցիալ հեղափոխականներ էին։ Այո, այս մարդկանցից յուրաքանչյուրը ամեն վարքյան կարող էր բռնել ու հեղափոխություն անել։ Պատահական ոչ մեկին չեն տարել։ Իջել եմ օպերայի մեքենայով, որ եկալ եմ իմ քրոջը, գնամ Էչմիածին։ Այդ ալու մոմենտը խոսում եմ մեռախոսը, որ ասեմ Սուսան ջան, արի ես իշտեղ ունեմ, ես քաղաքը լավ չեմ իմանում։ Ու ձեռներս փակեցին ու ասում եմ արա ով եք, ինչ եք անում, ինչ եք ուզում ինձանից։ Գնա հետո կիմանաս։ Ոստիկանությունը կոչ արեց այսուհետև ավելի խաղաղ ու չսպառնացող դեմքի արտահայտությամբ զրուցել քրոջ հետ։ Այդ ոնց։ Այսինքն։ Ու ցանկալի է, որ բոլոր քաղաքացիները միշտ ձեռքում տորտ ու փուչիկներ բռնեն, որ ոստիկանությունը միանգամից տեսնի, որ այդ քաղաքացին խաղաղ նպատակներով է քաղաքով ման գալիս։ ՊՊՑ դեպքերի առավել յուրահատուկ կողմերից եղավ այն, որ միանգամից սկսվեց միմյանց վրա ցեղ շպրտոցին, մանավանդ ինտերնետում։ Ու խոսքը միայն իշխանություն, ընդդիմություն մեղադրանքների մասին չի, սա հանցագործություններ, թե ստիպված քայլ, քանի որ ուրիշ երկ չկար։ Խոսքը նաև ոչ իշխանական օղակներում կռիվների մասին է։ Հուլիսի 22-ին եղավ ամենալարված վիճակը, որտեղ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հետ պայել կողմերի բախումից, արդյունքում նրա հանդեպ հնչեցին մեղադրանքներ անսպասելի տեղից։ Պարոն Փաշինյանի կամ որևէ մեկ այլ գործչի կողմից այդ ընդվզումը
եւ դրան հաջորդած ժողովրդական սկսվող շարժումը յուրացնելու այդ շարժման ընթացքը եւ արդյունքները անձնական, կուսակցական կամ այլ նեղ նպատակներով ծառայեցնելու հանգամանքը շատ վրդովեցուցիչ է, վիրավորական։ Ու սա միայն մեկ դրվագ է, հետո խոսեց առաջին նախագահը, որը իր հերթին զսպվածության կոչ արեց։ Ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղություններից եւ խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն եւ ողջամիտ ժամանակ պահանջեն։ Ի պատասխան սրա հնչեցին այլ մեղադրանքներ այլ գործիչներից։ Այս անգամ ոչ այդքան անսպասելի կողմից։ Անդրադառնալով բարեկապահակային ծառայության գնդում տեղի ունեցածին Սասնա ջրեր խմբի գործողություններին նա ասել է հետևյալը. այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որոնք առիթ են տվել սրան, այդ պատճառները կվերլուծենք հետո։ Ու այս շարքը շարունակվեց։ Փաշինյանը մեղադրեց Տեր-Պետրոսյանին իշխանամետ դիրքի համար, որոշ ակտիվիստներ մեղադրեցին Նիկոլին իշխանամետ դիրքի համար։ Ով։ Երբ որ ես զգացի, որ այստեղ պարոն Փաշինյանը ցկում է, ինքը վերջում ասեց, ես գնամ Սարիթավցիների հետ հանդիպան մի ժամից կգամ, իմ հետևում ուրեմն տղաներ կային կանգնած, իրանք խոսում էին մի ժամից տեղ էլ մարդ չի լինի։ Ու սա դեռ միայն փոքր մասն է։ Նախախորհրդարանի համակիր Տիգրան Խզմալյանը քննադատեց ցույցերին մասնակցած կուսակցություններից մեկին, որին եղավ հակադարձում, հետո հայտնվեցին նոր խոսնակներ։ Նոր, ու շատ նոր չէ, նես որ շատ նոր։ Ժողովրդավարական երկրներում այսպիսի գործողություններ, ինչ որ ձեռնարկեց Սասնաձորերը, տեղի չի ունենում։ Եթե տեղի է ունենում, ապա դրանք լինում են հանցավոր խմբեր։ Հա, այս նախադասությունը շատ հեշտ կարող էր զայրացնել հավաքվածներից շատերին, ուղղակի բարեբախտաբար ոչ մեկ այդ պահին չէր լսում իրեն։ Ու դե Հայրիկյանի ելույթները, ինչպես ավանդույթն է, էլի անսպասելի շրջադարձ ունեցան։ Մենք վաղուց միասին չենք երգել։ Մենք գերված ենք, աքսորված ենք, բայց երկիր դու ազատ կլինես։ Այո, մի փոքր երաժշտական զեղում եղավ։ Ժողովուրդ ջան, դուք էլ երգեք։ Հա, բոլորս միասին։ Հիմա դուք եք երկելու, ես չեմ ներքում։ Մենք գերված ենք, աքսորված ենք։ Այսինքն միասնական երաժշտական միջում։ Ամենակարևորը, որ բոլոր կողմերը կողմեն անարյուն ու առանց զենքի կիրառման հարցի հանգուցալուծմանը, զենքի կիրառումը դատապարտեց նույնիսկ դաշնակցությունը։ Դաշնակցությունը։ Հա, Հոյդան։ Հոյդան նշեց, որ զենքով հարցեր չեն լուծվելու։ Այո, հեղափոխական դաշնակցությունը, որը նույնիսկ հասարակ անդամների ընդունման ժամանակ զենքի վրա է երթվել տալիս, միևնույն է, նույնիսկ իրենք դեմ են զենքի կիրառմանը։ Իսկ Էրեբունիում հավաքածները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում, որ չլինեն սադրիչներ։ Իսկ որպեսզի ժողովուրդի կամքը արտահայտելու օբյեկտիվ հնարավորություն ունենա, այսպես չպետք է լինի ոչ մի հարբած, այսպես չպետք է լինի ոչ մի խուլիգան, կասկածելի տեսքով, արտաքինով, նպատակներով, մտածողությամբ ոչ մի մարդ։ Եվ եթե դուք ինձ թույլ եք տալիս, ես անգամ դրանց բոլորին հեռացնելու եմ այստեղից։ Շատ ճիշտ է, պետք է հեռացնել սադրիչներին եւ խուսափել բռնությունից։ Դե սադրիչները ինձ թվում է հենց լսեն սա, միանգամից կինքն հեռացվեն։ Ժողովուրդը պետք է այդ որոշումը կայացնի Հայաստանի փողոցներում կամ չկայացնի։ Ես խնդրում եմ այս նրբության վրա ուշադրություն դարձնել։ Հանգիստ, դու արդեն գնացողներից ես, գնացիր դու ստեից գնացիր։ Հա, խփել, չեղավ ժողովուրդ, այդ նոր էսքան, այ։ Սադրիչի գլխին ավետարան կարդացին։ Հետո։ Ինչը հետո։ Դե շարունակություն պետք է լինի, չէ՞, սադրիչի գլխին ավետարան կարդացին, որ ինչ։ Չէ, այդքանն էի մտածել։ Այսքան անավարտ է, մի տեսակ։ Դե մնացեք մեզ հետ։ Իսկ այսօր մեր սիրելի հրաշքներին հավատացող բարեկամներ, մենք խոսենք նվերների մասին։ Բայց նոր տարին դեռ 5 ամիս հետո եք ասեք դուք, ոչինչ, նվերը հաճելի է ցանկացած ամսին։ Այս կամ այն առիթով նվերներ բոլորն են ստանում, հիմնականում ծաղկի, զարդերի, օծանելիքի, փողկապի տեսքով։ Ձեզանից որևէ մեկը որպես նվեր ստացել է 2 միլիոն դրամ։
200 միլիոն դրամ։ Ես էլ ապուշի պես ամեն անգամ փող կապ եմ նվեր ստանում։ Ես սոցանելիք։ Հա, մի անգամ էլ ծաղիկ եմ ստացել, բայց դա մի անգամ ա եղել, մի անգամ։ Պարզվում է ստացողներ կան։ Հետք AM-ը սկսել է ուսումնասիրել նախարարների եւ նրանց հետ փող կապակցված անձանց եկամուտների հայտարարագրերը։ Ու սենց ասեմ, միանգամից ցանկություն առաջանում դառնալ առնվազն նախարար կամ գոնե նրա հետ փող կապակցված անձ։ Կուզես ես դառնամ նախարար, դու էլ կլինես իմ հետ փող կապակցված անձ։ Հա, կամ հակառակ ես դառնամ։ Չէ, ես դառնամ։ Թե ես դառնամ։ Չէ, ես դառնամ։ Թե ես դառնամ։ Չէ, ես դառնամ։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը օրինակ 2011 թվականից ի վեր նվեր է ստացել 100,000 ԱՄՆ դոլար գումար։ Լավ, ուզում ես դու դառնի նախարար, ես էլ փող նախարար։ Լավ, մի րոպե հասկանանք, 100,000 դոլար։ Դες միանգամից չէ։ Մաս։ 2011-ին 63,000 դոլար, 2012-ին 25,000 դոլար, 2013-ին 12,000 դոլար։ 12,000 դոլար 2013 թվականին։ Կամ Էնտուֆտա տարուն, ինչպես փոխնախարարը անվանում է այդ տարին, Լավ, դե չենք բացառում ամենաակնհայտ տարբերակը։ որ իրան շատ լավ է պահել տարիներ շարունակ ու ձմեռ պապը խրախուսել է։ Բինգո նարեք։ 2014 թվականից հետո, երբ Արմեն Մուրադյանը ստանձնեց առողջապահության նախարարի պաշտոնը, նրա ընտանիքը նվեր է ստացել մոտ 43,000 դոլար։ 2014 թվականին Արմեն Մուրադյանի կինը Ելենա Ամիրխանյանը նվեր է ստացել 15,000 դոլար, իսկ 2015-ին եւս 10,000 դոլար։ 2014-ին 4 միլիոն 300,000 դրամի նվեր է ստացել նաև նախարարի մայրը Լիլիա Չիլինգարյանը, իսկ դուստրը Գայանեն նույն տարում ստացել է 4,000 ԱՄՆ դոլար, իսկ հաջորդ տարում եւս 5,000 դոլար։ Ստեղ մենակ ձմեռ պապով աչքից չի սահմանափակվել։ Ստեղ լուրջ մասնակցություն է ունեցել նաև Սանտա Կլաուսը։ Մի րոպե, հա ինչ ենք մենք դնում արդարացնում։ Թող իրանք բացատրեն ինչա կատարվում, պարոն Մուրադյան։ Ինչ կարող եք ասել, ինչով է պայմանավորված ընդ անանում եւ ինչու նախարար դառնալուց հետո։ Եթե այդքան հետաքրքրում է իմ ընտանեկան խնդիրները, իմ կնոջս ամբողջ ընտանիքը բնակվում է 95 թվականից Ամերիկայի Մեծել Նահանգներում։ Մայրը, քեռին, ուսանողի տատիկը, եղբայրը հարազատ, նրանց ընտանիքները արդեն ստեղծված։ Փաստորեն Սանտայի վարկածը այդքան էլ սխալ չէր։ Տարական է 60։ Ինչից վերցեցիր, որ ես 60-ն եմ, դու էլ Հոմսը։ Թե 60-ը։ Թե Հոմսը։ Չէ, 60-ը։ Թե Հոմսը։ Չէ, 60-ը։ Թե Հոմսը։ Եվ կարծում եմ, որ տարեկան մեկ անգամ կարող են եւ իրենց քրոջը եւ զարմիկներին, 3 զարմիկներին, ես կարող եմ նաեւ ասել ամեն մեկի ծննդյան օրը եւ գումարի չափ, եթե ձեզ շատ ձեզ հետաքրքիր է։ Վատն է վերջի 10,000-ը։ Բանը հարց։ Կարող է մի քիչ անհամեստ թվա, բայց չեք ուզում ինձ ворթեգրել։ Լավ անգլերեն գիտեմ, համակարգիչ գիտեմ, 21 կիլոմետր կարող եմ վազել։ Պարոն նախարար թույլ տեսողություն ունի ինքը, նայեք, բան չի տենում, ոչ մի բան, իսկ ես արծվին եմ անտեսողություն ու դե անգլերեն համակարգիչ ժիմ եմ անում մեկ-մեկ կարո՞։ Մինչ Այլ ընտանեկան հարցեր կարծում եմ ձեզ, այո, մշտապես։ չէ, դուք Բարձրաշան պաշտոնի եւ հայտարարել եք ձեր ունեցած։ Միշտ եղել է այդպես 95 թվականից ի վեր։ Այդպեսի խոշոր գումարներ նվիրատվություն են արել ձեզ միշտ։ Դա հարաբերական է շատ ընթիրը, խոշորը եւ կարծում եմ, որ դա բարձ հայտարարագրված է։ Խոշոր, հարաբերական է։ Դեռ Էյնշտեյնն էր իր հարաբերականության տեսության մեջ ասում, որ հաստատ Էյնշտեյնն է, որի պակ չբռնեն։ Տեսնում եք, պարոն նախարար, տարական բաներ չգիտի, իսկ ես գիտեմ։ Լավ, ինչ ես մարդուն կպել։ Մի խոսքով ձմեռ պապը ուղարկում է, Սանտան ուղարկում է, Դեդ Մորոզը մի քիչ գլուխ է պահում։ Իրականում իհարկե շատ հնարավոր է, որ ոչ մի մտահոգիչ բան չկա, ուղղակի նվերներ են բարեկամներից։ Դրա համար լավ կլիներ, որ ուղղակի ուղարկողների անունները Երևան հայտարարագրերում, ոչ թե գրված լինի պաշտպանված։ Ու մենք էլ ստիպված ինչ ասես մտածում ենք։ Այո, Նարեկը ինչ ասես մտածում է։ Ես գիտեմ, որ ամեն ինչ կարող է շատ նորմալ է։ Մի խոսքով այս սենց հայտարարակ վիճակ։ Մնացեք մեզ հետ։ Հայաստանը շարունակում է պայքարել Մաշտոցի ժառանգությունը չաղավաղելու համար։ Լեզվի տեսչությունը չնայած շոկ եղանակի շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ Այո, նույնիսկ +35 աստիճանը չխանգարեց, որ Սերգո Երիցյանը անձամբ ասուլիս անցկացնի։
Թեև կառավարության որոշմամբ տեսչական ստուգումները սահմանափակվել են մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը, դա չի խանգարել, որպեսզի լեզվի պետական տեսչությունը դիտարկումներ կատարի Երևանի կենտրոնում ցուցանակների վերաբերյալ։ Տեսչության պետ Սերգո Երիցյանի խոսքով խախտումները հասնում են մոտ 400-ի։ 400 Այ հիմա 401 դարավ։ Հասկացանք, կեսը մենք ենք խախտում, բայց բանը, բա պատժեք, դուք մեզ պատժեք թեկուզ, պատժեն չէ։ Սակայն առայժմ իրենք չեն կարող որևէ մեկին տուգանել։ Ինչի։ Ավելի շուտ արդյոք դա չի նշանակում, որ լեզվի տեսչության իմաստը լավ չի ինչում։ Իմաստաբանական խնդիրներ կան տեսչությունում։ Այսպես է կարող է ուրիշ ու ավելի արդյունավետ ազդելու միջոցներ ունեն։ Մենք ունենք պրակտիկա, հորդորակ, պարզապես հիշեցում, ծանուցում, որ հարգելիներս ձեր հրապարակային գրվածքը օրենքի խախտում է։ Այսինքն օրենքը երբ խախտվում է, օրենքը դուք հորդորում եք ուղղակի սենց հարգելիս, բարեկամս, մի խախտիր այն։ Գուցե մյուս օրենքներն էլ տենց կիրառվեն։ Օրինակ մեքենա ես գողանում, ոստիկանությունը սենց խունջիկ լինելով սենց գասի մի գողացի էլի, բարեկամս խնդրում եմ, սենց տղավարի խնդրում եմ, մի գողացի։ Լավ, արի շատ ալիքները չխառնենք, կենտրոնանք լեզվի տեսչության վրա եւ այսպես եկեք գրենք հայերեն ֆիրմաների անունները։ Այլապես սենց դաժան զրույց ա ձեզ սպասում։ Եթե բարի կամք ունեք եւ ժամանակ, հնարավորություն առաջիկա 6 ամիսների ընթացքում մինչև մենք կրկին հնարավորություն կունենանք ուրեմն մեր գործունեությունը ամբողջությամբ վերսկսելու, դուք փորձեք այդ փոփոխություններ անել։ Ախր հենց լեզվի տեսչության ասուլիսի ժամանակ ոնց որ խախտվում է օրենքը։ Որտե՞ղ։ Սերգո Երիցյանի մեջքի հետևում գովազների տեսքով։ Եթե բարի կամք ունեք եւ ժամանակ, հնարավորություն առաջիկա 6 ամիսների ընթացքում մինչև մենք կրկին հնարավորություն կունենանք ուրեմն մեր գործունեությունը ամբողջությամբ վերսկսելու, դուք փորձեք այդ փոփոխություններ անել։ Շրջվեք, պոկեք այդ լատինատար գովազները։ Կամ գոնե հորդորեք, բարեկամաբար, որ հայրեն դարձրեք, էլ ինչ կլինի։ Կամ մնացեք մեզ հետ։ Իսկ այսօր մենք ունենք փոքրիկ ռեպորտաժ, որտեղ մի փոքրիկ մոլորված սփյուռքահայ Կարլ փորձում էր գալ տուն։ Արդյոք նա կարողացավ գտնել տուն գալու ճանապարհը եւ արդյոք գտավ իր սրտի նախարարությունը, կդիտենք ռեպորտաժում։ Hey, hello, բարև ձեզ։ Ես արի տուն ծրագրից եմ մոլորվել եմ չէի կասի մեծ մամայի տունը որտեղ կարող եմ գտնել Սփյուռքի նախարարությունը։ Այլ բանի վրա Սփյուռքի նախարարությունը Տերյանի վրա չի։ Չեք հասկանում ինձ։ Մենք երկուսս էլ վատ ենք հայերեն խոսում, ոնց չեք հասկանում։ Մերոտի մոտից թեքում եք առաջանում եք սպիտակ մեծ շենքը։ Obama House, big, right? Արի տունն ես։ Արի տուն։ Բա համար կա որ զանգես։ Համար չեն տվել, բայց ինձ ասեցին, որ հանգարց կորչես, արի Սփյուռքի նախարարություն։ Հա, ինքը Սփյուռքի նախարարն է, բայց մի կներեք էլի, կորեսպոնդենտ է։ Արի տունը կորել է, ո՞նց գտնի Հրանուշ Հակոբյանին։ Ճիշտ ասած, այստեղ եմ չեմ։ Դու էլ այստեղ եմ չես։ Ձեր մոտ GPS սարք կա։ Ոչինչ չունեք։ Պլանշետ։ Մեքենա էլ չունեք։ Մեր մոտ մեծ մամեները ավտոներով են քայլում։ Եկեք մեր մոտ Լիբանան, շատ լավ է մեր մոտ։ Ես հասակին ոնց կարող եմ գալ հաստատ։ Понимаете по-русски? Я иди домой, организации, я ищу Սփյուռքի նախարարություն, Грануш Акопян. Я не знаю таких. Աննա նախարար, շնորհակալություն։ Thank you. Չէ, ուրիշ մարդկանց կհարցնեմ, ավելի բարի մարդկանց կփորձեմ հարցնեմ, իսկ միգուցե տաքսիով գնամ Սփյուռքի նախարարություն։ Տաքսիները կանգնած են, այն դե։ Իսկ տաքսի գումար չունեմ տաքսո, ես մոլորվել եմ Հայաստանում։ Ոչինչ, գնացես քեզ ծերի կտանի, գնա։ Որ եկել եք, որտեղ եք եկել։ Մեզ ոնց որ մենք Հրանուշ Հակոբյանի հետ էինք, ինքը մեզ ասեց մի քիչ դուրս եկեք, ման եկեք, հողերի հետ խաղացեք, հիմա մենք օրել ենք։
Արի ոստիկան։ Չէ, ոստիկաններին պետք չի մոտնալ։ Արի իրան կտանեն։ Արի, չէ, իրան քեզ վատ բան չեն անի։ Արի ոստիկանն է, մի րոպե էլի։ Դուք ուզում եք ինձ ուղեկցեք։ Հա։ Իսկ դուք ինձ ոչինչ չեք անի, չէ, ես վախում եմ, փոքրիկ եմ ես։ Այստեղ են Հրանուշ մոլորվել է Արիթուն ծրագրից է։ Որ ասեք որտեղ է Ինքը գտնվում։ Հրանուշ Հակոբյանին է, մանգալի փողոցներում։ Ինձ կարող եք ձեր անունը ասել, դուք շատ բարի մարդ եք։ Շատ բարին, մենակ Աստված է, որին ոչ ոք ի սրտե չի ուզում հավատա, այդ վատ է։ Իմ անունը Պողոս է։ Արգելիս, օրինակ, եթե դուք կոնկրետ անձ եք ման գալի, Հրանուշ Հակոբյան Սփյուռքի նախարարությունն է ման գալիս։ Իր կաբինետում նստած կլինի կամ այլ ինչ-որ գործնական հանդիպում կունենա։ Ես որ գնամ Ամերիկա անպայման ձեզ ընդեղից քաղցրամենիքներ կուղարկեմ, դուք շատ բարի մարդ եք։ Շատ շնորհակալություն։ Հարկ դուր Աստծուն, որ կա, ապրում է, մեզ էլ տեր է կայնում։ Ինչը վերաբերում է, որ դուք ուզում եք տվյալ նախարարությունը, ու գիշտում եք նախարարության եք։ Համարել չունի ոչ մեկի որ։ Ես նախարարությունը կգտնեմ, խնդիր չկա, այնտեղ ինձ կճանաչեն ինձ թվում է։ Դե գնա տղա ջան, այսպես ուղիղ գնա։ Նախարարություններ կա, լիքը Սփյուռքի չեմ տեսել։ Իսկ ինչ տեսք ունի Հրանուշ Հակոբյանը, կարող եք ասել բոյով, շեք մազերով, թե Բոյով աթխախուվա, բայց մազերի գույնը հիմա չգիտեմ, կարող է փոխածնի, սովորաբար ինքը մի քիչ թուխ է։ Թուխ։ Սև մազերով էսպես երկար։ Նիհար։ Նիհար։ Չէ, նիհար չի ոչինչ լավա։ Ներկած մազերով, մի քիչ չաղլի։ Էսը։ Էսը Հրանուշ Հակոբյան։ Օ, շատ սիրուն է, ինչպես իրան կարող են ճանաչել։ Կին այ մենք փոքր կերոտ։ Ինձ ասեց։ Արի, մի վախեցի։ Դու չվախենաս, դու պարսկահայ ես, ճիշտ է։ Ես պարսկահայ եմ, այո։ Քո ձայնից իմացա, քո խոսելուց։ Զգացի, որ դու պարսկահայ ես։ Մենք լիքը բարեկամներ ունենք, էլի։ Ձեր անունը ինչպես է։ Պարսիկ է։ Ես էլ լիբանանահայ։ Լիբանանահայ։ Այո։ Նոր-նորք Լիբանանի նահանգից։ Նոր-նորք։ Ես ձեզ մի բան խնդրեմ, էլի։ Սփյուռքի նախարարության շենքը ո՞րն է հիմա։ Այսինքն աչոք։ Այն սպիտակ որ երևում այն շենքն է։ Չէ, սենց աչոք դիշնեք։ Բայց այսօր մարդ չկան դեռ։ Այս երիտասարդը ինչպես տեսնում եք արի տնից է։ Բայց այսօր Ինչ օր այսօր։ Constitution-ի օրն է։ Ձեր անունը ինչպես է, կարող եք ասել։ Ռիմա։ Եկեք ձեզ մի հատ փաթաթնեմ։ Քարտին դες։ Այսօր բա։ Ես imagine. Ես կամերաման է, հա։ Yeah, I don't. Do you artist? No. Yeah. Սփյուռքից եկած։ This is microphone. Oh. Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դիտում ենք վիդեոբոցը։ Ռոմի պապը։ Ինչու Ռոմի պապը? Որովհետև եկավ հրեշտակի նման լույս սփռեց ու գնաց։ Հաղորդում այսքան էր, ուղղակի վերջում մի հատ էլ հիշեցնենք, որ հասկանում ենք, որ լարված վիճակը ու դրա համար հնարավոր չի, որ ամեն ինչ բոլորին դուր գա ու հուզմունքը մեծ է, դա հասկանալի է։ Ուղղակի եկեք աշխատենք այս դժվար պահերին չմոռանալ, որ բոլորիս նպատակը իրականում մեկն է, որ Հայաստանում ամեն ինչ լավ լինի։ And he keeps them out of sight.